Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, ընտրություններն ավարտվեցին, արդյունքները գրանցված են արդեն, քննարկումները շարունակվում են։ Վարչապետն այսօր ազգային ժողովում խոսում էր արտաքին ազդեցության մասին ընտրությունների հետ կապված, նշում էր, որ քրեալիգարխիկ համակարգին արմատախիլ անելու փորձերը այդ թվում արտաքին ազդեցությամբ են ուղեկցվել, որոնք շատ հաճախ նաև գոյաբանական խնդիրների կարող են առաջացնել։ Ձեր դիտարկմամբ ինչ նկատի ուներ վարչապետը։ Այս ընտրությունները ցույց տվեցին այն, ինչ մենք դրանից առաջ տարիներ, ամիսներ ի վեր ասում ենք, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, եւ այդ հիբրիդային պատերազմը ինտենսիվանալու եւ հասնելու է պիկին հենց ընտրություններին։ Ըստ էության այդ ամենը վերաճեց հիբրիդային ագրեսիայի, ասպատակության։ Ռուսաստանը հասավ իր նպատակին մասամբ նրանով, որ ըստ էության դեֆորմացիայի ենթարկեց մեր ընտրությունների էությունը։ Առերևույթ ինչ 18 քաղաքական ուժ ներկայացրել են իրենց ծրագրերը, հա, ժողովրդի դատին, ժողովուրդն էլ ասեր, հա, սա լավ է, սա էլ լավ է, ու բոլորը լավ բաներ, հա, առերևույթ։ Սա լավ է, բայց սա ամենալավն է, ես այս սրան եմ ընտրում, չէ՞։ Դա առերևույթ, բայց էությունը հետևյալն էր։ Փաստորեն մարդկանց առաջ դրվեց հետևյալ ընտրությունը, կամ Նիկոլ Փաշինյան, կամ Պուտին։ Իսկ մնացածը արդեն հարակից փրփուր կամ մնում է ստվերում։ Եվ դա ոչ թե ուրեմն անհատների հարց էր, այլ հարցը հետևյալն էր, ընտրությունը մեծ հաշվով, հետևյալն էր, դու պետք է ընտրես կամ ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստան կամ Էրիվանսկայա գուբերնիա ռուսական կայսրության կազմում, ավելի ճիշտ ֆաշիստական Ռուսաստանի կազմում, հա, որպես ինչ-որ մի պրոտեկտորատ։ Ակնհայտ էր ժողովրդի ընտրությունը, որ ժողովուրդը պետք է ընտրեր ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չլինի ֆաշիստական պրոտեկտորատ իր գաուլայտերով, ինչպես Բելարուսում է, այլ լինի այնինչ ասացի եւ ձայնը տվեց այո Նիկոլ Փաշինյանին։ Դա առաջինն էր, ինչ Ռուսաստանը կարողացավ իր միջամտությամբ անել, դա ձևախեղելն էր, ես ասացի։ Երկրորդը հետևյալն էր, Ռուսաստանը ուզում էր 21 թվականին զավթեր մեր պետությունը, ընդ որում պարազիտանալով ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմի վրա, դա չստացվեց։ Պուտինը զավթեց ընդդիմությունը։ Ըստ էության այդ իմաստով ստատուս քվոն չփոխվեց Հայաստանում։ Մեր ընդդիմությունը մնում է զավթված Պուտինի կողմից։ Մեր կուսակցությունը միակն էր, որ հանդես եկավ ընդդիմափոխության օրակարգով եւ իր անունով կոչեց այն հիմնական գոյաբանական մակարդակի սպառնալիքը, որը կախված է Հայաստանի գլխին որպես դամոկլյան սուր։ Եվ դրա անունն է, այո, Պուտինյան այս կիսառեյխը, ֆաշիստական Ռուսաստանը, որը ծարավել է մեր գլխին։ Երբ ընտրությունը դեֆորմացվեց եւ մարդիկ 5 տարի անց էլ էլի պետության լինել չլինելու հարցի լուծման հրամայականի առաջ էին կանգնած, մարդկանց ձեռքը էլի չհասավ ընդդիմափոխություն իրականացնելու գործին։ Այսինքն առաջնային այլ օրակարգ։ Առաջնային, այո, իսկ դա այն էր, ինչ որ հիմա ասենք թե Ռուբեն Ռուբինյանն է ասում, որ մեր կարծիքով դրանք ընդհանրապես պետք է չմասնակցեին ընտրություններին։ 5 տարի էինք ասում, ինչ էինք լսում։
որ դե գիտեք, բա ժողովրդավարությունը, բա ոնց բացատրենք, ասում ենք Մոլդովայում արդեն արել են այդ բանը, ասում են չէ, դե մերը Հայաստանն է, մենք Մոլդովա չենք եւ այլ եւ այլ։ Հիմա ասում են, հիմա Զապիկից հետո ձույ են ներկում, որ ինչ է։ Դեպ նաև հետագայում Փաշինյանը խոսում էր, որ քաղաքական ասպարեզում պետք է այսօր էր խոսում խորհրդանում ընտրակաշառք բաժանող ուժերը այլևս անելիք չունենան։ Հիմա նրանք դարձել են ընդդիմություն այսօր։ Ոնց եք դուք դա պատկերացնում։ Սա եթե միայն լոզունգ է, դա բավարար չի։ Դրա համար, որովհետև հարցնելու են, չէ՞, բա ինչ եղավ, բա ոնց, ինչպես, ինչ մեխանիզմով, որն է այդ դրա համար խելամիտ ժամկետը եւ այլն։ Դրանք հարցեր են, որոնք իրենց պատասխանն են սպասում, ճիշտ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քվեարկության ավարտից ընդամենը 6 ժամ անց, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ քաղաքացիական պայմանագրի շտաբ, որ ազդարարի հաղթանակը, շնորհավորի, չէ, եւ ինչ որ այսպես շնորհավորական ուղերձով հանդես գա, որևէ ձևով, ասենք, պարտադիր չէր ասել այն ինչն է ասած, բայց նա ուղիղ տեքստով ասաց, չէ, այդ շնորհավորանքից ազդարարելուց հետո, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, որ Սամվել Կարապետյանը պետք է նստի, Գագիկ Ծառուկյանը պետք է նստի, չէ։ Նիկոլ Փաշինյանը նշաձողը դրեց մաքսիմալ բարձրության վրա եւ ոնց որ դրան պետք է հետևի այն, որ այդ բարձր նշաձողը պետք է հաղթահարվի։ Ուզում եմ զգուշացնել, որ չհաղթահարելը դա սպառնալիք է ստեղծելու մեր անվտանգության համար, ներքին սպառնալիք։ Այո, պետք է այս ուռուցքը արմատախիլ արվի, վիրաբուժական ճանապարհով։ Եվ ժամանակը ըստ էության, այո, հետ հաշվարկ է սկսել։ Այո, այս հրեշը պետք է վերացվի։ Ուզում եմ հիշեցնել ամերիկացի գեներալ Բեն Հոջեսի այդ ասածը, հա, որ դուք չպետք է ընկնեք ամեն նետի հետևից, որ արձակվում է ձեր ուղղությամբ, դուք պետք է մտածեք, ինչպես եք սատկացնում նետաձիգին։ Հիմա պետք է սատկացնել։ Ես ուզում եմ նաև հետևյալ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, այս ընտրություններն անցան այդ աննախադեպ միջամտության պայմաններում հիբրիդային պատերազմ, որը նաև սկսեց արդեն ուղեկցվել առևտրային պատերազմով։ Այո։ Ոմանք, երբ արդեն առաջին սահմանափակումները սկսվեցին, ասում էին, դե սա դե ընտրությունների հետ է կապված, հունիսի 8-ից ամեն ինչ բան, սա մոլորություն էր եւ վտանգավոր մոլորություն եւ հաշված օրեր պահանջվեցին տեսնելու համար, որ սա մոլորություն է, որովհետեւ հունիսի 12-ին Ռուսաստանն իր համար տոնական օր է, որի հետ կապված նաեւ Հայաստանի վարչապետը շնորհավորում է Պուտինին, թե ինչն է շնորհավորում, ինձ համար մնում է հարց։ Ռուսաստանը ասես մի տոնական եւս մի կարևոր սահմանափակում մտցրեց Հայաստանի ուղղությամբ, որ ոչ միայն մեր ապրանքները, որ դեռ հասած չի, իրանք որոշել են, որ մեջը, չգիտեմ, ճիճու կա, դինոզավր կա, ինչ կա, ոչ միայն չի կարելի մտցնել Ռուսաստանի տարածք եւ վաճառել, նույնիսկ տարանցումն է արգելել։ Այսինքն շարունակվեն այդ ճնշումները։ Տեսեք, հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմն է։ Պատերազմ վարում են թշնամիները։ Եկեք ֆիքսենք եւ չխաբենք ինքներս մեզ։ Ռուսները փայտ փորիկի նման միշտ խփելու են մի կետին այնքան, մինչև ծագեն։ Համառությամբ, երբ նույնիսկ նրանց վտարում են ինչ-որ մի տեղից, միևնույն է ինչ-որ ժամանակ անց նրանք առիթ են ման գալիս կամ հնարավորություն կամ երկուսն իրար հետ էլի վերադառնալու համար։ Նայեք պատմությունը վերջի 100 տարվա։ Լեհաստանը, հա, 18 թվականին
Լենինը ճանաչում է անկախությունը։ 2 տարի հետո սկսվում է ինտերվենցիա, մինչև ջարդ են տալիս Վիսլա գետի ափին։ Անցնում է 19 տարի, պայմանավորվում են գերմանացիների հետ եւ գերմանացիների ձեռքով են ինտերվենցիա սկսում, հետո գալիս են մարադյորների նման մնացած տարածքն են վերցնում։ Խնդրեմ։ Նույնը Ֆինլանդիայի հետ։ Եվ այնքան ժամանակ մինչև պետությունները չեն վերածվում են ինստիտուցիոնալ ամրոցի եւ այդ փայտփորիկը բետոնին չի կարող խփի, հա, կտուցը ջարդի։ Այ մինչև կտուցը ջարդի։ Մենք այդպեսին պետք է դառնանք եւ պետք է հասկանանք, որ մենք արդեն անցել ենք անշրջելիության բոլոր կետերը։ Մեզ մնում է ինքներս մեզ բարի ճանապարհ մաղթենք, մոբիլիզացնենք մեր կամքը եւ ինտելեկտը եւ շարժվենք առաջ։ Այո, Հայաստանը փակել է մեր պատմության ռուսական գլխի վերջին էջը։ Հիմա բացված է մաքուր էջ, որը ուզում են կեղտոտել։ Պարոն Մերաբյան, ինչ որ Ահա եւ ողջ իրողություն։ ընդդիմությունն այդքան անհանգիստ, որ Պուտինը այդպես էլ չի շնորհավորել, ինչ որ վերջնահաշվարկ էին սպասում, վերջնահաշվարկն էլ եղավ, օրը մեջ ինչ որ հայտարարություններ, արևմուտքի ճնշումների մասին, ընդդիմադիրների ճնշումների մասին, ոչ մի խոսք, օրինակ ընտրակաշառքով ընտրությունների գնալու ուժերի մասին։ Մի հատ եկեք հասկանանք ընդհանրապես ինչի մասին է խոսքը, հա։ Մեզ ինչու պետք է հուզի, թե Պուտինը շնորհավորեց, թե չշնորհավորեց։ Մեզ չէ, բայց ընդդիմադիրներին է հուզում։ Դե թող հուզվեն, շարունակեն հուզվել, այնքան մինչև քունները փախնի։ Ինչ ասեմ։ Ես էլ իրենց հուզմունքի համար կարող եմ իրենց ցավակցել։ Ուրիշ ի վերջո ամբողջ ընտրությունները կայացել են։ Հրապարակվել են վերջնական պաշտոնական արդյունքները, որոնք չեն տարբերվում մեծ հաշվով նախնական արդյունքներից։ Ինչի կապակցությամբ Հայաստանին շնորհավորում է ամբողջ ազատ աշխարհը։ Ոչ ազատ աշխարհը եւս շնորհավորում է Հայաստանին։ Եվ չի շնորհավորում միայն մեկ ամենաերևելի դեմոկրատ Պուտինը, Լուկաշենկոն։ մեկ էլ իր մամլոք հարտուղար եւ գաուլյայտեր Լուկաշենկոն։ Ինչ անենք։ Քամին ցրտից մեռավ։ Ուրիշ Հիմա մենք ինչ ենք տեսնելու առաջիկա 5 տարիների ընթացքում, դեռ հայտնի չի ընդդիմադիրները մանդատները կվերցնեն թե չէ, բայց կարծես այդ տրամաբանությամբ է գնում, սահմանադրական դատանում են վիճարկում ընտրությունների արդյունքները, ինչ ենք տեսնում։ Պուտինը որ չի շնորհավորում, սա ըստ էության հրահանգ է բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդներով ապալեգիտիմացնել ընտրությունները, ինչն էլ եւ ի կատարումն պատվերի տեղի է ունենում։ Բայց դա շուտ ժամանակային սահմանափակումներ ունի, էլի, հա, ասենք մի հատ այնտեղ կդիմեն, այնտեղ կնայենք, քննարկեն, թուղթը կգրեն, կտան, կվերջանա, հետո ինչ եք անելու։ Բայց ինչ տարբերություն ինչ են անելու։ Կգան լավ, չեն գա, էլի լավ։ Դա չի ազդում երկնքում աստղերի դասավորության վրա, հասկանում եք, եւ դեպքերի հետագա ընթացքի։ Իրենք ոչ մի բան են եւ իրենց անունն է ոչ մի բան։ Որովհետեւ ռազմավարական առումով էլ Ռուսաստանը կարծեք թե չի դեռ որոշում չունի ինչ պետք է անի։ Ինչ որտեղ էլ իլյուզիաներ նրանք էլ ունեն, հնարավոր չի լինի Ռուսաստանի մտածողությունը փոխել։ Ռուսաստանն էլ պատրաստ չի փոխելու իր մտածողությունը կամ այն մտածողությունը, որը վերաբերվում է բոլորին, բայց Հայաստանի հետ կապված լինի բացառություն։ Ռուսաստանը Հայաստանին պետություն չի համարում, կայսերական մտածողության համար դա մերժելի գաղափար է։ Հասկանում եք, ցարական Ռուսաստանից, սովետից, հետսովետից եկած բան է սա, ինստիտուցիոնալ հիշողություն է եւ պատկերացում Կրեմլի կաբինետները զբաղեցրած այդ մոլագարների կողմից։
Նրանք համարում են Հայաստանը այս պահի դրությամբ ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ հունիսի 7-ն էլ հնարավորություն, որ այդ կորուստը հետ բերեն։ Չստացվեց։ Հիմա նրանք այս ընդդիմությունը պահում են զավթած, ինչպես 21 թվականին եւ օգտագործելու են որպես պլացդարմ Հայաստանի վրա հարցակումները շարունակելու 5 տարի շարունակելու խորհրդարանական մղձավանջը, եթե նրանք գան խորհրդարան։ Նույն այլանդակությունն է շարունակվելու, 0 պատասխանատվություն, նրանք բոլորը պատասխանատու են ոչ թե այդ կես միլիոնի առաջ, ովքեր իրենց թյուրիմացաբար ձայն է տվել, իսկ պետությունը չկարողացավ նրանց պաշտպանել այդ ազդեցությունից։ Նրանք այդ կես միլիոնի առաջ պատասխանատու չեն, նրանք պատասխանատու են մեկ մարդու առաջ։ Եվ այդ մարդը ստեղ չի, այնտեղ վերանգած։ Ու Հայաստանի դեմ դավեր է նյութում եւ նպատակն այն է, որ երբ կգա 31 թվականի ընտրությունը, այդ ընտրությունն էլ եթե չստացվի, զավթել պետությունը, բայց բոլոր դեպքերում դա կլինի ընտրություն պետություն լինել եւ չլինելու համար։ Մենք ասում ենք մեր ընտրաշրջան ժամանակ, պետությունը ինչպես եւ մարդը պետք է կանգնած լինի երկու ոտքի վրա, իշխանություն եւ ընդդիմություն, հա։ Քանզի ընդդիմությունը զավթված էր, Հայաստանը 5 տարի թռվռում էր մի ոտքի վրա։ Այ հիմա էլի մի ոտքի վրա պետք է թռվռա։ Ինչի համար, ինչպես ասում են, բարի ախորժակ։ Պետք է թույլ չտալ դա, այլ ոչ թե post factum ասել պետք է թույլ չտալ։ Ես իհարկե ողջունում եմ այդ օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես եկավ բաց տեքստով հակակոռուպցիոն կոմիտեն։ Ես տպավորություն ունեմ, որ եթե ավելի վաղ դա արվեր, պետական մեքենան ուղղակի ի վիճակի չէր դա անցալելու եւ ընդունելու։ Այդ գուցե մասշտաբները իշխանությունը չէր հասկացել, որովհետև ամեն դեպքում այս իշխանությունը փակել էր այդ ընտրակաշառքների էջը։ Շատ իզուր, ախր միայն ընտրակաշառքները չեն, այս սրա հետ աշխատում է մի մեծ ռոպագանդայի մեքենա մեր ներսում։ Այստեղ աշխատում է հավաքագրող մի համակարգ, որը կոչվում է Россотрудничество, կոչվում է Ռուսկի դոմ։ Այստեղ աշխատում է հայոց լեզվով պրոպագանդա, որը նախ ուղիղ դուրս է գալիս Ռուսաստանի վրա եւ երկրորդն էլ միջնորդավորված։ Այդ աղբակույտը, որը թյուրիմացաբար կոչվում է մամուլ, այո, պետք է լիկվիդացվի Հայաստանում։ Չի կարող Հայաստանի ներսում Հայաստանի գոյությունը վիճարկող պրոպագանդա տարվել։ Պետք է փակվի ուղղակի։ Մեր մոտ Սպուտնիկ Արմենիայի է աշխատում։ Մենք խոսում ենք Եվրամիությունից, եվրոինտեգրացիայից, եվրոպական ստանդարտներից։ Այդքան էլ ճիշտ։ Մի հատ եվրոպական նորմալ երկիր կա, որտեղ Սպուտնիկը աշխատում։ Չէ, վզակոտներին տվել լարել են։ Չէ, դեզինֆեկցիա են արել։ Հայաստանն այսօր դեզինֆեկցիայի կարիք ունի։ Այո, որովհետև այս ռուսական ժանտախտը վնասել է զգալի չափով վնասել է մեր հանրային առողջությունը եւ դրա արդյունքն է այն կես միլիոն մարդիկ, ովքեր թյուրիմացաբար գնացել եւ քվեարկել են մեր պետության պոտենցիալ գերեզմանափորների օգտին։ Այո։ Մոսկվայում իսկապես հավատում էին, որ Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ այստեղ ու այդ 300,000 ադրբեջանցիներով ահաբեկելը ամենալավ տարբերակն էր ընտրված։ Ախր մի զարմացեք։ Այո, Մոսկվան երկար տարիներ հավատում էր, որ Յանուկովիչը պետք է լինի Ուկրաինայի ղեկավարը։ Չէ, քանի փորձից հետո մեկ էլ դարձավ, հասկանում եք։ Դուք որ դա ասում եք, այդքան միամիտ բան չի դա։ Այո, նրանք հավատում էին։ Դե ամենալավ տարբերակն էր։ Դե այս պահի խելքներն այդքան հասավ, բայց մյուս կողմից էլ մենք եկեք չհամեմատենք Ռուսաստանի ներկայիս կարողությունները այն ժամանակվա Ռուսաստանի կարողությունների հետ։ Եթե հիմա Ռուսաստանն ունենար այն ժամանակվա կարողությունները, մենք
ահավոր վտանգավոր վիճակում ենք լինել։ Բայց երբ Ռոբերտ Քոչարյանը ուժեղ դաշնակիցը քարոզում, իր ուժեղ դաշնակիցը այսօր ամենօրյա ռեժիմով տարակում է։ Այն որ այնտեղ այդ ամեն ինչը ղեկավարում է եւ իր քիմիայի օրթաղն է, հա, պերսոնալ դրոն ստանալու գլխին վաղ թե ուշ։ Այո, որովհետեւ նա ցեղասպան պատերազմ է վարում, նա մոլագար է, մարդակեր, մանկագող, մանկապիղծ, եւ նրան չեն թողել, որ իր մահով մեռնի։ Եվ հիմա շունը ձեռներից հատ չի վերցնում։ Սա է Ռոբերտ Քոչարյանի ուժեղ դաշնակիցը։ Բայց եթե հանգամանքները դասավորվեին այլ կերպ, մենք հիմա սենց լենուբոլ, ինչպես ասում են, չենք խոսում։ Ու սենց հնարավորություններ մեր առաջ չէր բացվի։ Եվ իդեպ ասեմ, որ մենք այս 5 տարվա ընթացքում մի չափազանց կարևոր նվաճում ենք արձանագրել, դա էլ ի պատիվ կառավարության, որ մեծ յոթնյակի երկրներից 4-ի հետ մենք ունենք այլևս ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ փաստաթղթավորված։ Այդ 3-ի հետ էլ ոչինչ չի խանգարում, որ մենք ունենանք, եւ ես կարծում եմ, որ դա այնուամենայնիվ ժամանակի հարց է։ Պլյուս որպես կուսակցություն, որը նախաձեռնողներից է եղել իշարս 2 այլ կուսակցության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների, որ նախաձեռնել էր Եվրաքվեն եւ պետությունը իզեն վերցրեց այդ նախաձեռնությունը եւ վերածեց օրենքի եւ նա սկսեց մեծ օգուտներ տալ մեր պետությանը եւ դեռ երկար ժամանակ մեծ օգուտներ է բերելու մեր դիվանագիտությանը, մեր պետության միջազգային դիրքերի ամրապնդմանը եւ այլ նաեւ այն մակարդակը հարաբերությունների, որ կա Եվրամիությանը, դա նվաճում է, բայց այս ամենը միջանկյալ նվաճում է։ Մենք պետք է գնանք անշեղորեն առաջ։ Սա պատմական հնարավորությունների պատմական պատուհան է, որը բացվել է եւ այդ բացումը ունի սկիզբ եւ ունենալու է վերջ։ Մենք սկզբի ու վերջի այդ զգացողությունը չպետք է կորցնենք, այնպես ինչպես կորցրեցինք 94-ից 97 թիվը։ Եվ մեր այդ հաստակաշի լինելու պատճառով մենք ստացանք 20-ամյա կրիմինալ դիկտատուրա, որը մինչև հիմա հաղթահարված չի։ Եվ տրված չի գնահատականը, որ դա եղել է կրիմինալ դիկտատուրա։ Եվ այդ կրիմինալ դիկտատուրայի դերակատարների հետ պետք է վարվել նույն ձևով, ինչ ձևով վարվեցին նացիստների հետ 45 թվից հետո կամ կոմունիստների հետ 91-ից հետո։ Դե կասեն քաղաքական հետապնդումներ։ Հետապնդել, այո, բա պետք է հետապնդենք, բա ինչ պետք է անենք, որովհետև դուք հանցագործ եք, որովհետև Հայաստանում կրիմինալ դիկտատուրա ձևավորելը դա պետական հանցագործություն է։ Իսկ դուք հանցագործ եք, այո, մենք ձեզ պետք է ոչ թե հետապնդենք, այլ պինցետով վզներիցդ բռնենք եւ շպրտենք աղբանոցը։ Այո, դուք աղբ եք։ Սա պետք է լինի խոսակցությունը։ Դուք պետք է պատասխան տաք ձեր արածի համար։ Քաղաքական ֆասադ հանդիսացած այսպես կոչված քաղաքական ուժերը պետք է լուծարվեն Հայաստանում պետռեգիստրով։ Եվ այդ անձինք ցմահ պետք է զրկվեն Հայաստանում քաղաքականության զբաղվելու, իրավական ոլորտում, կրթական ոլորտում որևէ գործունեության հնարավորությունից եւ իրավունքից։ Մամուլ, հա։ Այ Փաշինյանը կգնա դրան, ինքը նախընտրական շրջանում ասում է։ Ձեր սիրելի կառավարությունն է հարցրեք, կգնա թե չի գնա, բայց ես ասում եմ չգնալը սպառնալիք է։ Այո, գոյաբանական։ Այս ընտրություններն էլ ցույց տվեցին ինչ աստիճանի ստրուկտուրիզացված, վերտիկալ ինտեգրված համակարգ է գործում Հայաստանում եւ սրանք ոչ թե կազմակերպություններ են, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, այլ գործունեությամբ, որը ավելի շատ բնորոշ է կազմակերպված քրեական խմբավորումներին եւ պետության պարտքն է
այդ խմբավորումների գլուխը ջարդել։ Հակառակ դեպքում բայլ ինչի համար ենք պետությանը հարկ էր տալիս, որ կես միլիոն մարդու չկարողանա պաշտպանել, այս աղբից, հա։ Դա մեր բացթողումների մասշտաբն է, թվով արտահայտված, հասկանում եք, չի կարելի։ Հայաստանին Ուկրաինայով ահաբեկելու փորձերը նույն այս շրջանակների կողմից, երբ նախընտրական շրջանում դեռ քարոզարշավը չէր սկսվել, Զելենսկին եկավ Հայաստան, շատ մեծ աղմուկ բարձրացավ այդ ուժերի կողմից։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում մեծ լոզունգները տարվում էին, ինչու Զելենսկին հրավիրեցիք այստեղ հակառուսական կոչեր արեց։ Հիմա օրինակ երբ Ռուսաստանը արգելեց որոշ ծաղիկների ներմուծումը, Ռուսաստան Ուկրաինան այն երկիրն է, որտեղ առաջին խմբականակը կարողացան արտահանել ծաղիկներից, ինչպես եք ընդհանրապես այս հանգամանքը գնահատում եւ նաեւ Զելենսկիի շնորհավորանքն էր շատ ուշագրավ կոչը Եվրամիությանը, որ պահն է Հայաստանին իսկապես օգնելու։ Շատ ճիշտ է։ Տեսեք, երբ մեզ սպառնում են Ուկրաինայի ճակատագրով, այդտեղ պետք է դնել ստորակետ եւ շարունակել միտքը։ Հետևաբար դարձեք Բելարուս։ Վերջ, երրորդ տարբերակ չկա։ Որովհետեւ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ունի մեկ պատկերացում։ Դու կամ իմ վասալն ես, կամ եթե դու հրաժարվում ես լինել իմ վասալը, դու թշնամի ես։ Երրորդ տարբերակ տրված չի, չկա նման մոդել, գոյություն չունի։ Հասկանում եք։ Եվ երկրորդը, ձեր ժողովրդավարությունը սպառնալիք է, էգզիստենցիալ սպառնալիք է ռուս կայսերապաշտության համար։ Հիմա Հայաստանը կրկնակի սպառնալիք է որպես ընկալվում Մոսկվայի կողմից։ Բայց ինչպես ասում են, դե կներեք։ Մենք ռուս չենք դառնալու։ Հայ լինելու տարբերակը միայն սա է։ Հա, այլ ոչ թե ձեր իմացած կամ ձեր ձեռով դեֆորմացված, մուտացիայի ենթարկված Արա Աբրամյանները եւ Սիմոնյան Մարգոները, որովհետեւ Ռուսաստանը, այո, ուզում է այնպիսի Հայաստան, որտեղ բոլորը պետք է լինեն կամ Արա Աբրամյան կամ Սիմոնյան Մարգո։ Դա է ռուսական պատկերացումը հայի մասին։ Չի լինելու հայ լինելու, Հայաստան լինելու ձևը սա է եւ միայն սա։ Եվ սա ոչ թե քաղաքական ճաշակ է կամ նախապատվություն, սա որոշում է ընդունված հայ ժողովրդի կողմից։ Եվ բոլորը պարտավոր են եւ ստիպված են լինելու հաշվի նստել այդ որոշման հետ, լինի դա օրվա իշխանությունը, օրվա անդիմությունը, թե արտաքին դերակատարներ։ Հետևաբար մենք այստեղ պետք է շատ հաստատակամ լինենք նրանում, թե ընդհանրապես մենք ինչ ենք ուզում եւ մեր ուզածը կոչենք իրենց անուններով։ Հերիքա բալանսավորեք։ Մեր տարածաշրջանում կա բնական դիսբալանս։ Մենք պետք է հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, որոնցից մեկը 3 անգամ է մեծ մեզանից, ում հետ մենք ունենք կոնֆլիկտ, մյուսը 30, ում հետ մենք նորմալիզացված հարաբերություններ դեռ չունենք։ Սա կարող է բերել գայթակղության, որ մեզ հետ դիսկրիմինացիոն գործիքներով հարաբերվեն, հա? Դա լինի տարիֆային դիսկրիմինացիա, ոչ տարիֆային դիսկրիմինացիա, ի վերջո այո կոնֆլիկտը վերջանում է, բայց մեր տարածաշրջանում սկսվում է մրցակցության դարաշրջանը։ Եվ այստեղ մենք մեր մրցակցային ողջ ներուժը պետք է գործադրենք եւ թույլ չտանք մեր հետ հարաբերություններում գործածվի որևէ դիսկրիմինացիա։ Իսկ դրա համար այո այս դիսբալանսը ուղղելու համար այո այդ գործընկերությունները ռազմավարական եւ եվրոինտեգրացիան դա միակ բանն է, որ Հայաստանը իրեն կարող է լավ զգալ մեր տարածաշրջանում խաղաղ ռեգլամենտացված քաղաքակիրթ հավասարազոր սիմետրիկ փոխշահավետ հարաբերություններ ունենալ մեր թե արևելյան
թե արևմտյան հարևանի հետ։ Եթե խոսում ենք բալանսավորումից, դա է բալանսավորում։ Ցանկացած Հայաստանի սուբյեկտային քայլ, ներողություն, ճանապարհ կամ նախաձեռնություն սկսվում է առաջին քայլից, ճանապարհից դուրս բերել Ռուսաստանը։ Եվ մի բան էլ ձմեռը շուտով է լինելու, գազային քարտը նրանք խաղացնելու են ձմեռվա նախօրյային։ Բայց պայմանագիր կա, կարծում եք, նույնիսկ դրանք կգնան։ Լսեք, ԵԱՏՄ-ում մի վագոն պայմանագիր, չգիտեմ, ռեգլամենտ, ինչ ասեք ստորագրել եք։ Մի վագոն։ Մի օրվա մեջ մի մարդու կամքով այդ ամենը վերածվում է զուգարանի թղթի։ Որովհետև ինքը այդպես է ուզել։ Ասում է փագեք։ Հա, իսկ ասում են ինչի համար, դե մի բան դուք կմտածեք, բայց փագեք եւ կզեկուցեք, որ փագա։ Եվ արդյունքում ձեր դեռ չհասած խաղողում հայտնվում են ճիճուներ, դինոզավրեր, չգիտեմ, ուղտեր եւ այլ, ֆաունա եւ ֆլորա։ Դեռ չհասած, հասկանում եք, դեռ այն որ օգոստոսին պետք է հասնի, արդեն նրանց առողջությանը վնաս է։ Հա, բայց կոպիրգինը ստեղ լավ էլ ջերմուկը լակում է եւ ծիրանն էլ լափում է, չէ՞, առանց ճիճվի եւ դինոզավրի։ Ահա։ Դիտնում եք։ Այսինքն մենք պետք է լավ հասկանանք, քանի կոպեկ արժի, ռուսական կոպեկ արժի այն թուղթը, որի վրա, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություն կա ռուսների հետ կամ պայմանագիր։ Այդ ամեն ինչը շատ հեշտ վերածվում է զուգարանի թղթի։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան հետաքրքիր զրույցի համար։ Տաղավարում հիշեցնեմ հյուրընկալել էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին, կհանդիպենք։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։